իրենք առաջարկում Հայաստան դառնա գլխավոր հիմնադիր անդամը այդ համակարգի միության։ Պարոն Ծասունյան, այն ամենին ես ուզում եմ, որ դուք կոնկրետ գնահատական տալ կամ ամփոփեիք այս 100-ամյա տարելիցի միջոցառումների ամբողջ ընթացքը, հայ իր պարապետական, հայ տեսակետի քաղաքական առումով, ինչ տվեց այն բոլորիս, որքանով էր մեր բոլորի ակնկալիքները այս ամենով սպասված և արտարացված և մանավանդ այն ինչ որ այդ օրերին այդ օրը նաև եղավ Թուրքիայում էր տեղ ունենում այդ Գալիպոլի ըստ մեզ չհաջողված ինչ որ միջոցառումացում դա այդպես է։ Ուրեմն բավական լայն հարց տվեցիք, փորձեմ ամբողջ ձևով տալ, նաև ասեմ, որ նախ 100-ամյակը դեռ չի ավարտվել, ապրիլ 24-ը 100-ամյակ չէ, զարեթարցն է դուրը, բայց ամբողջ տարին է, նույնիսկ ես մի անգամ մի քիչ չարությամբ գրել էի, որ քանի որ ցեղասպանությունը դեղի ունեցավ 15 թվականից մինչև 23 թվականը, նաև 100-ամյակը 2015-ից մինչև 2023 թվականն է, որտեղ ամեն տարի նաև իր տարվա 100-ամյակը ունի, որ գալու է։ Էդի նպատակին է, որ Թուրքիերը պես հանգիստ չկնեն քիշեր, մնացել որ ապրիլ 24-ը եկավ և գնաց և վերջ, ինչ որ եղավ, որքան իրենց համար վատ էր, կարողացան այդ սունամիից փրկվել ինչ-որ սևով, մեր ուզում եմ, որ իրենք մտածեն, որ ամեն օր առնվազն 8 տարի, եթե ոչ ավելի երկար, որ սունամին շարունակվելու է։ Ինչ վերաբերում է, թե ինչ եմ քննադատականը մինչև հիմա տեղի ունեցած դեպքերին, միջոցառումներին, իրականության մեջ ես բավական կողմ եմ եղածից, ես այսքան չէի սպասում, որտեղ ես գիտեմ, որ որքան մենք կազմակերպենք, որքան մենք ավելի խոսում ենք, քան թե գործում ենք, եւ ես այսքան չէի սպասում, եւ սխալ միացնակ, չեմ ասում, որ ամեն ինչ կատարյալ արվել է։ Ահագին փաստումներ կային, բայց այդ փաստումները մանր հարցեր են։ Գլխավորը ընդհանուր հոյակապ մի 2-3 օր էս կազմակերպվել էին, որ նույնիսկ բոլորը մասնակցեցի, աշխարհի 4 կողմից կարևոր դեպքեր եկան, եկավ Ռուսաստանի նախագահ Պուտինը, եղավ Ֆրանսիայի նախագահ Օլանդը, այլ նախագահներ, այլ երկրներու գլխավոր դեմքեր, ազգային ժողովի ղեկավարներ եւ այլն, ելույթներ ունեցան, հոյակապ այս բոլորը Պուտինն կանցնի, ես կարծեմ որ աշխարհի 4 կողմ համայնքները կազմակերպեցին իրենց միջոցառումը, արդյոք բոլորն էլ հոյակապ էին, ոչ, բոլորն անվանեցին ոչ, բայց բավական մեծ ամոթ բարձրացրեց Հռոմի բաբը եւ խոսքը ասեց, որ հետևանք ունեցավ արձագանքեցին երկրներ, Ավստրիան ճանաչեց ցեղասպանությունը, Գերմանիան ճանաչման ընթացքի մեջ է, հանկարծ արդեն ճանաչեց, եւ շուտով Գերմանիան ուսակը ճանաչի Բունդեսթագը, Չիլիի պարլաման մի նոր բանասեւանցից, որ արդեն ճանաչել է մի անգամ եւս, այսինքն այդ բավական խանդավառ մի դրական ներկայումից մտնոլորտ էր, միակ մտահոգությունը այն է, որ անընդհատ խոսվում էր նորեն ճանաչման մասին։ Բարեբախտաբար միշտ չէ, 100% այդպես չէր, մեծ մասով այդպես էր, բայց որոշ հատվածներում խոսվում էր հատուցման մասին, իրավական թաշկնալու մասին, ես իմ բավականին է, որ այդ 5-10%-ը որ խոսում ենք հատուցման մասին, այդ լինի 90%-ը, ճանաչումը լինի 5-10%-ը, ճանաչումը մի շտեղ լինի, նույնիսկ հրեական հոլոկոստը, որ գրեթե ամբողջ աշխարհը ճանաչել է, միշտ պատահում որ մի մարդ ասում է, չէ, գեղձիկ է, 6 միլիոն հրեան չեն սպանվել եւ ուրանում են եւ հրեաները հագաթարցում են։ Այսինքն նույնիսկ եթե մենք ճանաչում չհրավիրենք, պիտի թուրքերը իրենք պիտի օգնեն մեզ, իրենք միշտ ասեն որ չէ, բան չի եղել եւ մենք պիտի հագաթարցենք։ Բայց իմ խնդրանքը այն է, որ իմ կարծիքն այն է, որ մեր ամբողջ ժամանակը, տարիները չվատնենք ամեն օր նորից ցեղասպանություն փաստվել է եւ վերջ։ Եվ մենք իսկ հետամտնենք մեր իսկական բանջարը։ Ձեր գնահատականը Գալիպոլի միջոցառումներին Չէ, ասի որ Գալիպոլին ծախող է, գիտեմ որ մենք մի քիչ ողնորոշված ենք, որ ավելի ուզում ենք ամեն բան տեսնել Թուրքիայում։ Բավական ղեկավարների եկան Թուրքիան մեծ արարողություն կատարեց, աշխարհում մեծ սփռվեց, հենց այսօր BBC վրա նայում էի ելույթները Արժանապանի, Պրինց Չարլզի եւ այլն, բավական ըստ թուրքական ցանկերի 16 նախագահ եւ վարչապետ եկան եւ այլ երկրների այլ դեպքեր եւ թուրքերը հոխորտում էին որ նայեցեք մենք ավելի
նահականներ ունենք քան դե Հայաստանում, ես զինվեր վարկել եմ, ես կլասանցի, որ բայց ուզում եք ես համեմատել թոմանշանները, էդի շատ բաղ ման է, որովհետև Հայաստանը ուներ Թուրքիան ուներ 16 նահանգայի վարժով, Հայաստանը ուներ միայն 4 նահանգա, ասեցի, բայց եթե նայեք թե ովքեր են այդ 4-ը, առնվազն 4-ի երկուքը քերուզոր պետությունների նահանգներն են, Թուրքիան, Ռուսաստանը եւ Հոլանդը, ասեցի, այդ մակարդակով դուք ոչ մեկ չունեք։ Մի քիչ դերավորական բան գրեցի, որովհետև ներասում են, ասեցի, որ բազմապես բանանային երկրների ղեկավարներ եկել են սեր մոտ, Չադի այսինչ բանը, այսինչ Նիգերիայի երկրների, Էդոն բոլորը, ես գիտեմ մեծ մասը բոլորը չէ, բայց մեծ մասը երկրներ են, որ վերջին տարիներին Թուրքիան կառավարությունը մեծ ջիք է տապում, ահագին գումարներ է տալիս այդ երկրներին, Դալիփորի համար չէ, Դալիփորին հետո եկավ, դարներու ընթացքին, դալիս է Չադին մի փոքր գլզի երկրի, որ 5000 հոգի ապրում են, բայց երկիր են և մի քվե ունեն մագի մեջ, Թուրքիան կառավարությունը տալիս է $2 միլիոն, որպես օգնություն, այդ երկիրը ամեն անգամ թուրքերենված քվե արգում է, որովհետև $1 միլիոն համար, այսինքն կաշառք է, և հայտնի համար դիմանում է, և որ Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են մագի ամենական խորհրդի անդամ լինել, որ քվե պետք ունեն, իսկապես կաշառում են բոլոր երկրներն, ամեն երկիր ընդհանուր ասամբլեայի մեջ մագի, Միացյալ Նահանգներ ունեն մի քվե, և այդ գլզի ապրող 5000 հոգին նաև ունեն մի քվե, համահավասար։ Մի քանի միլիոնով մարդիկ թուրքերը մի տասնյակ երկրներու քվեներ ապահովում։ Այդ երկրից մի մասը նաև եկավ Դալիփորի։ Վերջում ուզում եմ անդրադառնալ պարոն Պապասունյան ձեր էսքի նորից, որ ընթացք ուզում եք, որ չլինի։ Այնուամենայնիվ, ըստ ձեր տվյալների, այս պահին քանի պետություն է, որ ճանաչել է հայ տեղաշարժությունը Ուրեմն շաբաթ ունեցանք Ավստրիան, այս շաբաթ ճանաչել էին, որ ճանաչեցին, Հոլանդան ճանաչեց, Չիլին ճանաչեց, Չեխիան արտաքին հարաբերության հաստատում ճանաչեց, բայց ոչ սենատը։ Այդ բոլոր փաստաթղթերը պատկերում են այս վերջին երեսի 24 ունենալ են ես էստեղ, 20 Գերմանիան, 20 Գերմանիան, 20 շատ կարևոր է Գերմանիա բանական, Գերմանիա երազաշնագից Ֆրանսիային և ներկային։ Սերտար Պապասունյան, շնորհակալություն ձեր հետաքրքիր ներկայացման համար, 24 ամեն ինչ լավ կընթացի։ Շատ լավ, շնորհակալություն։